Ինչու այդ գրառումը համընկավ միջազգային խորհրդաժողովի հետ, որը Մայրաթորի նախաձեռնությամբ կայանում է Շվեյցարիայում։ Ինչու Ալեն Սիմոնյանի հայտնի հայտարարությունը համընկավ Արցախի հանրապետության ազգային ժողովի նախագահ ընտրելու հետ։ Ինչու է Ադրբեջանը մայիսի 28-ին Հայաստանի սահմաններին անմիջական մոտակայքում բացում երրորդ ճակերտավոր միջազգային օդանավակայանը։ Եվ ինչու հանկարծ Ադրբեջանը երեք հայտարարեց, որ Խոզնավարում իրանք չեն կրակել։ Իսկ ով է կրակել։ Հանգուցյալ Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինը։ Այս ամենը նշանակում է, որ Ադրբեջանը հիմքեր է նախապատրաստում Հայաստանի Հանրապետության դեմ հերթական ագրեսիայի համար։ Իսկ Փաշինյանը եւ իր իշխանությունները փոխանակ հիմքեր ստեղծեն պաշտպանելու Հայաստանի Հանրապետությանը, մեղավորներ են փորձում կանխել։ Եթե հանկարծ Մայրաթորը այս խորհրդաժողովը չկազմակերպեր, հարձակում չէր լինի։ Եթե Արցախի Հանրապետության ազգային ժողովը նոր նախագահ չընտրեր, հարձակում չէր լինի։ Իրավապահ մարմինները, որոնք շատ ավելի մեղմ գրառումների հետևից գնում են, քրեական գործեր են հարուցում եւ մարդկանց նույնիսկ ազատությունից են զրկում, նաեւ նրանք անելու բան ունեն մեր հայրենակիցները, որոնք փողոցում կամ քվեատուփի առջև որոշում կայացնելիս նաեւ սա պետք է հիշեն։